Դերասանուհի Աիդա Կարապետյանն, ով ներկայումս նկարահանվում է Դիանա Գրիգորյանի ստեղծած «Վերջին զանգը» հեռուստասերիալում մարմնավորելով Մերիի կերպարն, առաջին անգամ հանրայնացրել է իր անձնական կյանքից մի շատ կարևոր դրվագ ինստագրամում հրապարակելով սիրելիի հետ համատեղ լուսանկար։ «Պարուհի. Վերջին զանգը» հեռուստասերիալի դերասանուհի Աիդա Կարապետյանը հետևորդների համար բացահայտել է, որ սիրտն արդեն զբաղված է, իսկ ընտրյալը Արամ Խանսանամյանն է։ Նա խոստովանել է, որ չի սիրում խոսել իր ռոմանտիկ հարաբերությունների մասին, սակայն սիրելիի հետ գեղեցիկ լուսանկարը հրապարակելու գայթակղությանը չի դիմացել։ Լուսանկարին կից նա գրել է. «Չեմ սիրում անձնականը հանրայնացնել, բայց նկարը սիրել եմ, թող մնա էջում»։ Այս հակիրճ գրառումը, որն ուղեկցվում է ջերմ և ներդաշնակ կադրով, շատ արագ դարձավ մեկնաբանությունների ու վերլուծությունների առարկա։ Արդեն հաստատվել է, որ լուսանկարում պատկերված տղամարդը Արամ Խանսանամյանն է, երիտասարդ, խարիզմատիկ ու հեռուստադիտողին դեռևս ոչ հայտնի դեմք, ով իր ուրույն տեղն ունի Աիդայի կյանքում։ Նշենք, որ Աիդա Կարապետյանի և Դիանա Գրիգորյանի համագործակցությունը նոր չէ։ Դերասանուհին արդեն մի քանի նախագծերում հանդես է եկել սիրված սցենարիստի ու պրոդյուսերի ստեղծած կերպարներով։ Նրանց ամեն նախագիծ դառնում է սպասված իրադարձություն հեռուստադիտողների համար։ Այս պահին «Վերջին զանգը» զբաղեցնում է առաջատար դիրքեր դիտելիության ցուցանիշներով, իսկ Մերիի կերպարը Աիդայի խաղով լիարժեք կյանքի կոչված սիրվել է հանդիսատեսի կողմից։ Նա հանդիսատեսին ներկայանում է հուզական ու միևնույն ժամանակ վճռական կնոջ կերպարով, ով սեփական կյանքի մարտահրավերներին դիմակայելիս երբեք չի կորցնում արժանապատվությունը։ Լուսանկարը շատ արագ հավաքել է հարյուրավոր հավանումներ ու դրական մեկնաբանություններ։ Շատ գեղեցիկ զույգ եք, սերը թող մնա մաքուր ու անկեղծ, վերջապես մի լավ լուր։ Աիդա Կարապետյանը շարունակում է ակտիվ դերասանական գործունեությունը, նրա կերպարները գրավում են հեռուստադիտողի սիրտն իրենց խորությամբ, իսկ իրական կյանքում դերասանուհին իր օրինակով ցույց է տալիս, որ համեստությունն ու խոհեմությունը կարող են լինել ամենավառ գրավչության աղբյուրը։ Սիրո այս հրապարակային վկայությունն ավելին է, քան պարզապես լուսանկար։ Դա մի փոքրիկ դուռ է դեպի երջանիկ, առողջ հարաբերություններ, որոնք հնարավոր է պահպանել անկախ հանրային ճնշումներից։ Մենք մաղթում ենք նրանց սեր, ներդաշնակություն ու նոր լուսանկարներ ոչ թե հանրայնացման համար, այլ երջանիկ պահերն իրենց էջում պահելու նույն պարզությամբ։ Նշենք, որ Աիդա Կարապետյանը Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, պարուսույց Գագիկ Կարապետյանի թոռնուհին է և առաջին անգամ նկարահանվեց «Սարի աղջիկ» հեռուստասերիալում։ Աիդան պատմել է, որ 18 տարեկանում սկսել է աշխատել։ Աիդայի խոսքով միշտ ցանկացել է աշխատել, բայց մտածել է, որ աշխատել կսկսի 22 տարեկանում։ Ծնողներիս ևս ասում էի այդ մասին, բայց ասում էին դեռ սովորեմ, հետո կաշխատեմ։ Հետո մայրիկիս հետ սկսեցի պար դասավանդել 4 տարեկան երեխաներին, քանի որ հմտություններս թույլ էին տալիս։ Դա այնքան էլ աշխատանք չէր, որովհետև զբաղվում էի ազատ ժամանակ։ Բացի այդ, ցանկանում էի դերասանուհի դառնալ։ Երիտասարդ աղջկա համար ոգևորիչ է այս տարիքում իր գումարն աշխատելու փաստը։ Աշխատելը հաճելի է, առավել հաճելի է, երբ զբաղվում ես սիրելի գործով ու կարողանում ես քո կրտինքով գումար վաստակել։ Իմ առաջին աշխատանքը կարելի է համարել «Սարի աղջիկ» հեռուստասերիալը։ Առաջին աշխատավարձովս հարազատներիս համար համեղ ուտեստներ էի գնել։ Հիմա չեմ ծրագրում ինչպես ծախսել գումարս։ Երբ ինչ-որ բան ծրագրում եմ, հակառակն է լինում», ասել է նա։ Ըստ երիտասարդ դերասանուհու, հաճելի է տեսնել արած աշխատանքի արդյունքը։ Երբ ինքդ ես աշխատում, հասկանում ես աշխատանքի արժեքը։ Իհարկե, ծնողներիդ աշխատանքի դեպքում էլ ես հասկանում, բայց քո աշխատանքը լրիվ այլ է։ Ծնողներդ ամբողջ կյանքում քեզ համար են աշխատում։ Լավ զգացում է, երբ թեկուզ փոքրիկ հարցում կարողանում ես նրանց օգնել։ Ինձ շատ են հարցնում՝ հոգնո՞ւմ եմ, պատասխանում եմ՝ այո, բայց հաճելի հոգնածություն է։ Հիմա կարողանում եմ ինքնուրույն հոգալ ծախսերս, նույնիսկ ուսմանս վարձն եմ մասամբ վճարել։ Շատ թանկարժեք գնումներ չեմ անում, ամեն ինչ չափի մեջ եմ անում։ Պարտադիր չէ, որ միայն թանկարժեք իրն ինձ դուր գա, ասել է նա։ Աիդան նկատել է, որ հիմա կայացման փուլում է,
կարելի է ասել ինչ-որ չափով ինձ կայացած եմ զգում, բայց հիմա կարծես կայացման մրցուղու սկզբում լինեմ, բարդ է համատեղել դասերն աշխատանքի հետ, բայց փորձում եմ հասցնել, ուզում եմ շտկել թերություններս, աշխատանքս լավ կատարել, կատարելագործվել, ինչի համար պետք է շատ աշխատել։ Սկզբում մտավախություն ունեի, որ չեմ հասցնի այս ամենը, փաստորեն հասցնում եմ, նաև վախ ունեի կապված դերասանական անձնակազմի հետ, քանի որ գրեթե բոլորը պրոֆեսիոնալներ են։ Ես նոր էի այս ասպարեզում ու շատ էի բարդությունավորվում, բայց անձնակազմն այնքան ջերմընդունեց ինձ, որ ամեն բան հեշտ անցավ, ասում է նա ու հավելում, որ նաև ներքին ինքնավստահություն է ձեռք բերել։ Ներքին ինքնավստահություն ունեմ, բայց չեմ մեծամտածել տեսակով, նույնն եմ, մտերիմներս կփաստեն, այնպես չէ, որ շատ հայտնի եմ, բայց հաճելի է, երբ գնահատվատես։ Անդրադառնալով նկարահանվելուց հետո անձնական կյանքում տեղի ունեցող փոփոխություններին, Աիդան նշել էր, որ անձնական կյանքում արդեն փոփոխություն կա։ Երկրպագուներս մի փոքր ավելացել են։ Դե իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի միասին բացահայտենք ամենահետաքրքիր նորությունները, շոու բիզնեսյան անցուդարձերը և ոչ միայն։